Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն ապրիլի 10-ն է եւ այս հաղորդման մեջ մենք քննարկելու ենք ինչպես Հայաստանին վերաբերող հարցեր, այնպես էլ միջազգային ավանդության համաձայն եւ ինչպես միշտ սկսում ենք Հայաստանից, որովհետեւ մեզ համար ամենակարևոր հարցերը վերաբերվում են Հայաստանին, բնականաբար միջազգային հարցերը եւս քննարկելով մենք քննարկում ենք այն հայկական կոնտեքստում։ Նախքան հաղորդումը սկսելը հիշեցնեմ արագ լայքերի համար մեր բաժանորդագրված հետևորդներից մեկը գրում էր, թե 2 օր է փնտրում եմ ձեզ չեմ կարող գտնել դժվարությամբ գտա, երևի թե դա նրանից է, որ դուք բաժանորդագրվելուց չեք սեղմել նաև զանգակը, որպեսզի ստանաք այն ազդանշանը, որը որ ցույց է տալիս, որ մենք նոր հաղորդումներ ենք պատրաստում։ Հնարավոր է խոսքը նաև այն մասին է, որ 2 օր առաջ մենք 1 օրվա դադար էինք տվել եւ չէինք արել հաղորդում։ Սկսենք կրկին Իլհամ Ալիևի հայտարարություններից, դա հիմա ամենակարևորն է, քանի որ այն լարվածության ֆոնը, որը որ հիմա փորձում է ստեղծել Ադրբեջանը, ինչպես նաև Ալիևի հայտարարությունները չափազանց կարևոր են, որպեսզի մենք հասկանանք իրավիճակը, բայց իրավիճակը ամբողջովին հասկանալու համար մենք պետք է հասկանանք, թե հիմա ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ, այն բանակցությունները, որոնք որ պետք է հիմա տեղի ունենան շաբաթ օրը Օմանում, այդ բանակցություններից շատ բան է կախված, ինչու է Հայաստանը եւ Իրանը հիմա անում համատեղ զորավարժություններ, համատեղ բայց նույն ժամանակ բաժանված տարածքով, այսինքն իրանցիները իրենց սահմանագծի մոտ են անում Հայաստանին, Հայաստանը իր եւ փաստացի ոչ Իրանի հատուկ ճոկատայիններն են գալիս Հայաստան եւ ոչ էլ Հայաստանի հատուկ ճոկատայինները գնում են Իրան։ Շատ հետաքրքիր ֆորմատ է։ Կարևոր է դա եւս շատ ճիշտ ձևով ներկայացնել միջազգային հանրությանը, որպեսզի մեր հակառակորդները չներկայացնեն դրանք իբրև հայ-իրանական համատեղ զորավարժություններ, ինչ որ միտեղ համատեղ են, բայց պետք է հասկանանք, որ իրանական զինծառայողները չեն գալիս Հայաստան եւ հայկական զինծառայողները չեն գնում Իրան։ Դրա մասին պետք է հստակ շեշտել եւ ես կարծում եմ յուրաքանչյուր պետություն ունի իրավունք, դա իր սուվերեն իրավունքն է իր տարածքում անցկացնել այդպիսի սահմանային զորավարժություններ, բայց դա շատ կարևոր ուղերձ է պարունակում կոնկրետ Ադրբեջանին եւ Թուրքիային եւ միջազգային հանրությանը պետք է հստակ հասկացնել, որ այդ ազդակը, այդ մեսեջը հստակ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար է, քանի որ կրկնեմ, կարող է դա փորձեն օգտագործել մեր դեմ։ Երեք մենք Ալիևի հայտարարություններին երևի թե մանրամասն անդրադարձանք, միայն մեկ հայտարարության չենք անդրադարձել, որ նրա խոսքերով Ադրբեջանը եւ Իրանը մեծ ծրագիր են նախագիծ են մշակում, երկաթուղային գծի մասին է խոսքը, որը որ Ադրբեջանը կապելու է Նախիջևանի հետ Իրանի տարածքով եւ փաստացի կրկին ակնարկում է Ադրբեջանը, որ եթե Հայաստանը չհամաձայնվի ադրբեջանական առաջարկներին, ապա Հայաստանը կրկին կհայտնվի անկյունում։ Սա հետաքրքիր սպառնալիքի ձև է, նաև այն կոնտեքստում, որ երեք նաև նա խոսում էր այն մասին, թե Արցախյան պատերազմի պատճառով Հայաստանը ռազմավարական հարաբերություններ չի ունեցել բազմաթիվ երկրների հետ, այնինչ Ադրբեջանը ունեցել է եւ ստեղծել է եւ դուրս է մնացել տարածաշրջանային նախագծերից։ Հիմա էլ արդեն սպառնում են տարածաշրջանային նախագծերից դուրս մնալով Հայաստանի։ Եթե ասենք ամիս ու կես, 2 ամիս առաջ Ալիևը սպառնում էր Հայաստանում գալ եւ ոչնչացնել ֆաշիզմը, հիշում եք այդ շատ կոպիտ սպառնալիքները, հիմա այդպիսի սպառնալիքներ չեն հնչում եւ ճիշտ ասած ճիշտ հակառակն է ասում Ալիևը, փոխել է, այսինքն հերետորաբանությունը եւ դա պայմանավորված է հիմա ներկայիս քաղաքականությամբ եւ ասում է, որ վրացական կողմի առաջարկով ընդհանուր նախագծեր կարող է իրականացվեն հայկական կողմի հետ, բայց նույն ժամանակ լարում են իրավիճակը սահմանում այդ սուտ ապատեգատվությունը տարածելով եւ պատահական չէ, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը սկսել է նաեւ գիշերները ավելի շատ հետևել, թե ինչ է տեղի ունենում, ադրբեջանցիները ինչու են հաճախ օդակարակում եւ հետո հայկական կողմի մեղադրում հրադադարի խախտելու մեջ, հիմա իմ պատկերացմամբ ես գրեթե համոզված եմ, ուղղակի Ալիևը ծանրոթ թեթև է անում, որովհետեւ հստակ տեսնում է, որ Իրանի շուրջ իրավիճակը ծայրաստիճան լարված է, ասեմ միանգամից, որ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է Իրանին, ասել է, որ եթե դուք չընդունեք մեր պայմանները, միանշանակ պատերազմ է լինելու ձեր դեմ եւ այդ պատերազմին ներգրավելու է նաեւ Իսրայել։ Եվ ինչպես արդեն ասացի,
Կրկին ես մեկ-մեկ կրկնվում եմ, որպեսզի ավելի լավ հստակ լինի պատկերացումը, շաբաթ օրը շատ բան է որոշվելու Իրանի մասով եւ մեր տարածաշրջանի մասով։ Հնարավոր է որոշում լինի, որ բանակցությունները շարունակվում են, շատ ավելի լավ է։ Չեմ կարծում, որ միանգամից կտրուկ ինչ որ բանակցությունները արդյունք են տալու, բայց եթե այլևս չհայտարարեն, որ բանակցությունները շարունակելու են, դա արդեն շատ վատ մեսեջը իր մեջ պարունակելու է։ Եվ մենք տեսնում ենք, թե ինչպիսի հայտարարություններ ընդհանուր առմամբ անում Դոնալդ Թրամփը, նաև երեք օրինակի համար մաքսատուրքերի միջոցով Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը այնպիսի հայտարարություններ է անում, որ ես նույնիսկ ամաչում եմ մեր եթերում ասել, բայց դա հայտարարում է փաստացի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, որ տարբեր երկրներ կներեք արտահայտությանս համար իր խոսքերով իր հետույքն են պատճում, որպեսզի նա չեղարկի այդ մաքսատուրքերը։ Նման գռեհիկ հայտարարություն ես չեմ հիշում որևիցե նախագահի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների, եւ արդեն մի անգամ նշել եմ, որ Սպիտակ տան հայտարարությունները եւս չափից դուրս մեծ փոփոխություն են կրել, տեսեք թե ինչ ձևի հայտարարություններ են անում եւ համեմատեք նախորդ վարչակազմի հայտարարության հետ եւ էլի նախորդի եւ դուք չեք տեսնի նման ոչ հայտարարությունների մեջ։ Մենք սահուն կերպով անցանք միջազգային հարցերի, բայց այստեղ նաեւ կարեւոր է ընդհանուր ընկալել, թե ինչ է տեղի ունենում փաստացի Դոնալդ Թրամփի համար առաջին հակառակորդը դա Իրանն է եւ Չինաստանը։ Երկուսին միասին կասեմ, չեմ կարող ասել որն է ավելի շատ, երևի թե Չինաստանը ավելի շատ, քանի որ այս մաքսային պատերազմը, մաքսատուրքերի ավելացումը հիմնականում ուղղված է Չինաստանի դեմ, եւ եթե հիմա արդեն Չինաստանի դեմ 104 կարծես տոկոսի են հասցվել այդ մաքսատուրքերը, քանի որ Չինաստանը եւս ավելացրեց, բայց նույն ժամանակ երեք Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ 90 օրով դադար է տալիս։ Կրկին դժվար է ասել, թե դադարը կոնկրետ ինչին է վերաբերվելու, միանշանակ է, որ Չինաստանին դա չի վերաբերվելու եւ միանշանակ է, որ Եվրամիությանը այն վերաբերվելու է, քանի որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը արդեն իսկ ողջունել է, առաջարկել է անցնել զերո մաքսատուրքերի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ ասել է, որ դա շատ լավ է բիզնեսի համար եւ այդ ոչ ստաբիլ իրավիճակը տնտեսության մեջ մեծ խնդիրներ է ստեղծելու երկու կողմերի համար։ Փաստացի մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում նաեւ Պանամայում, Պանամայի ջրանցքից փաստացի դուրս է մղվել Չինաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների արդեն պաշտպանության նախարարությունն է ներգրավել այդ գործի մեջ, դրանից առաջ մեկ ամիս ու կես առաջ նոր էր Դոնալդ Թրամփը իշխանության եկել, մենք տեսանք, որ չինական ընկերությունների ձեռքից վերցրեցին այդ հնարավորությունը, որ նրանք Պանամայի ջրանցքը սպասարկեն, նավեր էին գնել տարբեր ընկերություններ, այսինքն Չինաստանը այդ ժամանակ շատ մեղմ ձևով էր դուրս մղվում եւ հիմա ավելի կոպիտ ձևով եւ վերջնական դուրս են մղում Չինաստանին Պանամայից, դրանից բացի Գրենլանդիայի հետ կապված հարցերը եւս հստակ կապ ունեն հիմնականում Չինաստանի հետ եւ ոչ թե այդ կան Ռուսաստանի հետ, ճիշտ է Ռուսաստանի հետ եւս դրանք կապված են, բայց հիմնականում դրանք կապված են ավելի շատ Չինաստանի հետ։ Եվ դա է վկայում նաև այն, որ Եվրոպայից, Եվրոպական միությունից, հատկապես Գերմանիայից, տարբեր երկրներ, որտեղ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ունեն ռազմաբազա, կտրուկ թիվը նվազեցնում են, բայց հիմա շատ լուրջ ձևով կենտրոնանում են Իրանի շուրջ, բերում են իրենց զինվորականներին ավելի շատ մերձավոր արևելք եւ հիմա փաստացի ռազմական շրջափակման մեջ չասեմ, բայց ինչ որ միտեղ նաև շրջափակման մեջ է հայտնվել Իրանը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, քանի որ բոլոր շարժերը հստակ վերահսկում է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Իրավիճակը բնականաբար կարող է լարվել նաև Թայվանի շուրջ, քանի որ Չինաստանի տնտեսությունը հիմա ահռելի վնասներ է կրում, բայց քանի որ Դոնալդ Թրամփը 90 օրով մնացած երկրների նկատմամբ դադար վերցրեց, ամերիկյան տնտեսությունը հիմա մի փոքր բարձրանալու միտումներ է ցույց տալիս, բայց այս ամենից հստակ տպավորությունը այն է, որ այս քայլերը, կոնկրետ այս քայլերը հիմնականում ուղղված են ընդդեմ Չինաստանի, թե Պանամայի դեմ այդ Պանամայի ջրանցքի մասով գործողությունները, թե այս մաքսատուրքերի ավելացման պատերազմը, տնտեսական պատերազմը եւ թե Գրենլանդիայի պահով հայտարարությունները, այսինքն Չինաստանը եւ Իրանը հիմա Դոնալդ Թրամփի հիմնական թիրախներն են։ Եվ բնականաբար մեր հարցը որոշվում է այդ հարցերի ներքո
եւ ավելի շատ Իրանի բնականաբար, ու դա է, որ մենք պետք է լինենք չափազանց զգույշ, չափազանց ուշադիր եւ կրկին կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին շատ ուշադիր գտնվել այս հարցի շուրջ եւ սկսել բանակցություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որpիսի եթե սկսում են պատերազմ ընդդեմ Իրանի, հանկարծ այնպես չլինի, որ Ադրբեջանն էլ հարձակվի Հայաստանի վրա։ Մենք պետք է ունենանք հստակ երաշխիքներ, որ եթե Դոնալդ Թրամփը սկսում է պատերազմ ընդդեմ Իրանի, դա դեստաբիլիզացիայի չի բերելու ամբողջ տարածաշրջանը, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները իրոք կարող են զսպել Ադրբեջանին։ Ադրբեջանի վրա զսպող հանգամանք է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև ստորագրված այդ կանոնակարգ փաստաթուղթը ռազմավարական հարաբերությունների մասին, ինչպես նաև Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը, Եվրամիության խորհրդարանի բազմաթիվ բանաձևերը, դրանք քաղաքականության հստակ ցուցիչ են, նաև տարբեր երկրների ԱԳՆ-ների հայտարարություն հստակ նկատվում է, որ հայկական կողմը Հայաստանը ավելի շատ սկսել է խորացնել հարաբերությունները Արևմուտքի հետ, եւ եթե 20 թվականին Արցախի առաջին պատերազմի ժամանակ մենք հստակ ընկալվում էինք որպես Ռուսաստանի դաշնակիցը դե յուրե դե ֆակտո, եւ բոլորը տեսան թե ինչպես վարվեց Ռուսաստանը մեզ հետ, ապա դե յուրե հիմա Հայաստանը դերևս մնում է Ռուսաստանի դաշնակիցը, բայց դե ֆակտո արդեն անցնում է կամաց դեպի Եվրամիության կողմը, եւ դա է պատճառը, որ կարող է Եվրամիության արձագանքը շատ ավելի խիստ լինել, եթե Ադրբեջանը որոշի հարձակվել Հայաստանի վրա։ Ընդհանուր աշխարհում խաղի կանոնները եւս փոխվել են, Եվրոպան շատ լուրջ ձևով ռազմականացվում է եւ ստիպված է լինելու տարբեր տեղերում հիմա հստակ ուժի ցուցադրում իրականացնել, հստակ ուժի ցուցադրում, երևի այս ամենը հստակ գիտակցում է Ալիևը եւ դրա համար այդպիսի մեղմ հայտարարություններ է անում, ինչ որ միտեղ կարելի նաեւ ասել, որ դրական հայտարարություններ է անում, բայց նույն ժամանակ հստակ լարում են սահմանի վրա իրավիճակը եւ դա նաեւ ցույց է տալիս, հստակ վկայում է այն մասին, որ Ադրբեջանը երկու խաղ ունի, երկու սցենար եւ այս սցենարները հիմնականում կապված են Իրանի շուրջ զարգացումներից, բայց եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները հստակ մեկ անգամ եւս, այսինքն հասկացրել են, բայց էլի է անհրաժեշտ անընդհատ Ադրբեջանին երևի ամիսը 2-3 անգամ պետք է հիշեցնել, որ պատերազմը ընդդեմ Հայաստանի շատ վատ ձևով է դա դիտելու Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ դա կունենա շատ լուրջ հետևանք։ Դա պետք է հիշեցնի նաեւ Եվրոմիությունը, եթե նման հիշեցումներ չես անում Ադրբեջանին, ապա բնականաբար պատերազմի վտանգը միշտ էլ աճում է։ Եվ դրա համար է իմ կոչս եւ խորհուրդս Հայաստանի իշխանություններին հստակ զգուշացնել Ադրբեջանին, որ եթե Իրանի դեմ պատերազմը սկսվում է, Ադրբեջանը չպետք է օգտվի առիթից։ Եթե Ադրբեջանը օգտվում է առիթից, ապա դա պետք է ունենա շատ ծանրագույն հետևանքներ, քանի որ 20 թվականը անցել է, 25 թվականն է, 25 թվականին մենք ունենք այլ բանակ, բավականին մոդեռնիզացիայի ենթարկված բանակ է ամեն ձևով, դրանից բացի մենք արդեն արտաքին քաղաքականության մեջ ունենք բավականին կարևոր եւ հետաքրքիր ձեռքբերումներ, կարևոր եւ հետաքրքիր դաշնակիցներ եւ Ադրբեջանի վիճակը այդ մասով բավականին բարդ է։ Մենք տեսնում ենք թե ինչ հարաբերություններ ունի Ադրբեջանը նույն Եվրամիության հետ, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, չնայած Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հիմա ուզում են վերականգնել հարաբերությունները, իսկ Եվրամիության երկրների վրա գազ եւ նավթ են վաճառում, այսինքն մենք պետք է օգտվենք այդ ամենից, որպեսզի կարողանանք ստիպել տալ ամբողջ աշխարհին Ադրբեջանի վրա, որպեսզի Ադրբեջանը չսկսի հանկարծ պատերազմ ընդդեմ Հայաստանի եւ չօգտվի այս ստեղծված իրավիճակից։ Խոսենք մի քանի խոսքով նաեւ ռուս-ուկրաինական պատերազմին, Թրամփը կրկին հույս է հայտնել, որ հնարավոր է խաղաղություն հաստատվի, բայց ես կարծում եմ, որ արդեն նաեւ Թրամփն է գիտակցում, որ այդ հույսերը շատ քիչ են։ Զելենսկին հետաքրքիր հայտարարություն է արել, որ ինքը պատրաստ է, Ուկրաինան պատրաստ է 30-ից 50 միլիարդ դոլարի զենք գնել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ոչ թե խնդրել, ոչ թե որպես օգնություն ստանալ, այլ գնել։ Տեսնենք թե ինչ է պատասխանելու Ամերիկայի Միացյալ Նահանգները, շատ հետաքրքիր է, քանի որ Դոնալդ Թրամփը իր զենքներ առաջարկում Եվրամիության երկրներին եւ տարբեր այլ երկրների, հիմա սա շատ կարևոր պահ է նաեւ այդ առումով, եւ դրանից բացի Թրամփը հայտարարել է, որ մոտակա ժամանակներս հույս ունի հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։ Նա նաեւ ասել է եւ զգուշացրել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այնպիսի հզոր զենք ունեն, որ որևիցե երկիր, որևիցե մեկը նույնիսկ պատկերացում չունի, թե ինչ
զենք ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Սա էլ երևի արվում է նրա համար, որ հասկանում է, որ Չինաստանի շուրջ իրոք իրավիճակը ծայրաստիճան լարված է։ Ես սխալմամբ նշեցի 104%, բայց Թրամփը արդեն հայտարարում է 125%-անոց մաքսատուրքերի մասին։ Կան նաև սենատորներ եւ կոնգրեսմեններ, որոնք որ ասում են, որ կարելի է մինչև 400-500%-անոց մաքսատուրքեր սահմանել Չինաստանի դեմ։ Իրոք մեծ տնտեսական վնասներ է հիմա կրում Չինաստանը, բայց նույն ժամանակ Չինաստանը շարունակում է համառել եւ Չինաստանը նույնպես շարունակում է ավելացնել այդ մաքսատուրքերը ընդդեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Եվ այն, որ Չինաստանի տնտեսությունը մեծ վնասներ է կրում, վկայում է նաև այն փաստը, որ չինական յուանյը 18 տարվա մեջ առաջին անգամ ամենացածր ցուցանիշներն է գրանցել, այսինքն շատ լուրջ ձևով տապալվել է, փլվել է փաստացի 18 տարվա մեջ առաջին անգամ այդպիսի վատ ցուցանիշներ է գրանցել չինական յուանյը։ Ուկրաինայի մասով նաև կարող եմ ավելացնել այն, որ Ուկրաինայի վարչապետը հայտարարություն է արել այդ հատուկ մետաղների պայմանագրի շուրջ, որը որ դեռևս չի ստորագրել Ուկրաինան, խոսել ենք այդ մասին, թե ինչքան փոփոխություն է կարել այդ պայմանագիրը։ Ես կարող եմ ասել, որ կարող եմ եւ հաշվի առնելով Ուկրաինայի վարչապետի հայտարարությունները ամեն ինչ պարզ է դառնում այն առումով, որ իրենք, այսինքն Ուկրաինան ունի կարմիր գծեր, նա ասում է, որ դա առաջինը սահմանադրությունն է, իրենց սահմանադրությունն է։ Երկրորդը Ուկրաինայի ձգտումները Եվրամիության անդամակցության, երրորդը միջազգային օրենսդրությունն է եւ այդ պայմանագիրը պետք է լինի հավասարը։ Այսինքն հստակ ասում է, որ այդ ամենը խախտվում է այս նախագծի մեջ, պայմանագրի նախագծի մեջ եւ ըստ նրա փաստացի բազմաթիվ կետերով այդ կարմիր գծերը միանգամից մի քանի կարմիր գիծ այդ պայմանագիրը հատում է եւ դա է պատճառը, որ Ուկրաինան այս պահի դրությամբ չի համաձայնվել ստորագրել այդ հազվագյուտ մետաղների շուրջ պայմանագիրը։ Նաև կարծում եմ կարևոր ավելացնել այն, որ այսօր Ստամբուլում մեկնարկում են հերթական բանակցություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև եւ երևի թե հիմնական թեման վերաբերվելու է կրկին ռուս-ուկրաինական պատերազմին եւ երկկողմ հարաբերություններին, բիզնես հարաբերություններին։ Այս պահի դրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, կրկին հիշեցնեմ լայքերի կարևորության համար բաժանորդագրվեք։ Եթե չեք բաժանորդագրվել մինչև հիմա, կարող եք տանել նաև զանգակը, որպեսզի մեր հաղորդումները բաց չթողնեք։ Հաջողություն եմ ցանկանում բոլորիդ, կհանդիպենք։